Վարդանյան հիմնական զեկուցումը ներկայացնելու համար խոսքը փոխանցում եմ ձեզ, խնդրեմ։ Այո, շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, Հայաստան խմբակցության կողմից ներկայացվել է հայտարարության նախագիծ։ Հայտարարության նախագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքապետարների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնմանը։ Հայտարարության մեջ ֆիքսում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների, ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների եւ քաղաքացիների նկատմամբ, ընտրովի արդարադատությունը, կոռուպցիայի ահագնացող մակարդակը եւ դրսեւորում են նաեւ աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Իշխանությունը վերածվել է քաղաքական հետապնդումների, հալածանքների եւ հաշվեհարդարների բացահայտ գործիքի, իշխող վարչախմբի գործողությունները ուղղված են երկրում վախի մթնոլորտ սերմանելուն, իշխանությունն ամեն գնով պահելուն, որոնք հանգեցնելու են իրավական պետության հիմքերի խաթարման ու սահմանադրականության վերջնական տապալմանը։ Բռնաճնշումների շարունակվող ալիքի ընթացքում ձերբակալվել են, կալանավորվել, տնային կալանքի են ենթարկվել եւ կամ անարդար դատավճիռներով դատապարտվել են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնող arczepiskopոսներ, հոգևոր սպասավորներ եւ ծառայողներ, հայրենիքի պաշտպանության գործում իրենց կյանքը նվիրաբերած զինծառայողների ընտանիքների անդամներ եւ կամ հարազատներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ղեկավար մարմինների եւ երիտասարդական միությունների անդամներ, քաղաքական եւ քաղաքացիական գործունեություն իրականացնող եւ կամ իշխանություններին քննադատող անձինք, հասարակական եւ բարեգործական գործունեություն իրականացնող անձինք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազգային ժողովների падգամավորներ, համայնքների ղեկավարներ, ավականիներ եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ։ Ազատությունից զրկված վերնշված բազմաթիվ քաղաքացիները համաձայն ԵԽԽՎ 2012 թվականի թիվ 1900 բանաձևով սահմանված չափանիշների ամբողջությամբ համապատասխանում են քաղաքմարտարկյալի կարգավիճակին։ Ես չեմ ընթերցի 1900 բանաձևով նախատեսված չափանիշները, կարծում եմ բոլոր ծանոթ եք այդ չափանիշներին։ Եվ ելնելով վերոգրալից աներկբա արձանագրում ենք, որ բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, խոսքի եւ դիրքորոշման համար, որոնց առնչությամբ առկա են խնդրական եւ տարբերակված մոտեցումներ։ Ոստի հաշվի առնելով վերոնշյալը, լրջագույն մտահոգություն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում ավտորիտարիզմի կտրուկ աճի եւ երկրում սահմանադրական, քաղաքական եւ մարդու իրավունքների լիակատար ճգնաժամի հեռանկարի կապակցությամբ, վերահաստատելով այս եւ այլ քաղաքական հետապնդումների առնչությամբ տրվող գնահատականները, հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ստանձնած առաքելությանը եւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին, առաջնորդվելով ԵԽԽՎ վեաժողովի հաստատումներով, որ ներառում է քաղաքմարտարկյալներին անհապաղ ազատ արձակելու պարտադիր կոչ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը արձանագրում է, որ քաղաքական հետապնդումներ իրականացնելու նպատակով դատական եւ իրավապահ համակարգերի օգտագործումը հակասում են հստանձնած միջազգային, այդ թվում որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության պարտավորություններին, փաստում է, որ տեղի ունեցողն անմիջականորեն հրահրվում, ուղղորդվում եւ համակարգվում է երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների կողմից, ինչը խարխլում է երկրի սահմանադրականության հիմքերը, քայքայում է հանրային վստահությունը, խեղում է արդարադատության համակարգը եւ կազմաքանդում է իրավական պետության հիմքերը, որոնք ինքնին մարդու եւ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ են, իր լիակատար համերաշխությունն է հայտնում բոլոր քաղաքմարտարկյալներին, քաղաքալացյալներին եւ նրանց ընտանիքներին, պահանջում է դատարանների անկախության ապահովում, ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների դադարեցում, բոլոր քաղաքմարտարկյալների ազատ արձակում, հրավիրում է Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ուշադրությունը տեղի ունեցող բացահայտ հակաժողովրդավարական եւ հակաիրավական գործընթացների վրա, ակնկալելով հստակ գնահատականներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իշխանության ճյուղերի միջև հավասարակշռման եւ փոխզսպման մեխանիզմների խաթարման եւ քաղաքական զանգվածային բռնաճնշումների առնչությամբ եւ վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը միջազգային չափանիշներին համապատասխան իրականացնել քաղաքմարտարկյալների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը։ Այսպիսին է հայտարարության տեքստը եւ փորձեմ ներկայացնել հիմնավորումը։ Նախ հրատապությունը պայմանավորվեց է նրանով, որ Հայաստանում օրեցօր ահագնանում են բռնաճնշումները, այն ժամանակ երբ մենք պատրաստում էինք այս հայտարարությունը, դրան զուգահեռ ելի տեղի էին ունենում քաղաքական նկատառումներով եւ ենթատեքստով կալանավորումներ, եթե ես փորձեմ այսպես թվարկել այն մարդկանց, ովքեր ենթարկվում են քաղաքական հետապնդման եւ նաեւ կալանավորված են քաղաքական
դրդապատճառներով կարծում եմ շատ երկար ժամանակ կխլի այս պահին քրեական հետապնդման են ենթարկվում 60-ից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ընդ որում քրեական հետապնդման են ենթարկվում հենց 19:00 բանաձևով սահմանված առաջին չափանիշի հիման վրա, այսինքն կալանավորումը իրականացվել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի եւ նրա արձանագրություններում արտացոլված հիմնարար երաշխիքների, մասնավորապես մտքի խղճի, կրոնի ազատության, արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության, հավաքների եւ միավորումների ազատության երաշխիքներից որը մեկի խախտում։ Մենք ունենք կալանավորված arczepiskopos, խոսքը Միքայել arczepiskopos Ալջապահյանի մասին է, ում նկատմամբ արդեն կա իհարկե առաջին ատյանի մեղադրական դատավճիռը եւ նշանակվել է պատիժ 2 տարի ազատազրկման ձևով, որին ոչ միայն կարելի է անվանել քաղբանտարկյալ, այլ կարելի է անվանել խղճի բանտարկյալ, որովհետեւ մենք տեսնում ենք, որ վերջինիս կալանավորումը պայմանավորված է եղել իր կողմից կատարված արտահայտությունների հետ, որ որևէ կերպ որպես կոչ որակել հնարավոր չէ։ Մենք տեսնում ենք Բագրատ arczepiskopos Գալստանյանին եւ մնացած 17-ին, ովքեր անցնում են ահաբեկչության վերաբերյալ գործով, այստեղ կան բազմաթիվ կալանավորված անձինք եւ ընդ որում պետք է եւս մեկ անգամ հաստատեմ, որ կալանավորման համար ներկայացված փաստարկները եւ նաեւ որոնք որպես ապացույց ուսումնասիրվելու են նաեւ դատարանում խիստ կասկածի տեղիք են թողնում անաչառ դիտորդի մոտ եւ թերևս այստեղ եւս մեկ մտահոգության մասին պետք է խոսեմ այս գործի հետ կապված ցավոք սրտի պետք է արձանագրեմ որ ազգային ժողովի ամբիոնը պետական պաշտոնատար անձանց կողմից օգտագործվել է սուտ կամ կեղծ ինֆորմացիա տարածելու համար ազգային ժողովի ամբիոնից դատախազի կողմից ներկայացված փաստական հանգամանքները ամբողջությամբ կոտրվում են պաշտպանական կողմից բերված հիմնավորումների հիման վրա, իսկ ազգային ժողովում քննչական կոմիտեի ղեկավարը հայտարարություն արեց, որ արկա է ահաբեկչության պլան ձեռքով գրված փաստաթուղթ, մինչդեռ գործի նյութերում այդպիսի փաստաթուղթ նույնիսկ գոյություն չունի, սա հասարակությանը մոլորության մեջ գցելու հերթական փորձը կարելի է դիտարկել։ Կալանքի տակ են գտնվում Գյումրում անհնազանդության ակցիային մասնակցած 26 Հայաստանի Հանրապետության 23 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, 3-ի բանտային կալանքը փոխվել է այլ խափանման միջոցով։ Կալանքի տակ են գտնվում լրագրողական եւ այսպես բլոգերական աշխատանք կատարելու ընթացքում իրենց կարծիքը հայտնած Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկ Սամսոնյանը, Դավիթ Համբարձումյանն է ազատազրկման ենթարկված, կալանքի տակ են գտնվում զոհված հայրենիքի համար զոհվածի ծնողներ, կալանքի տակ են գտնվում նաեւ համայնքի ղեկավարներ, այնպես որ եթե այսպես փորձենք թվային կերպով ներկայացնել գրեթե 40 անց այս պահին գտնվում է կալանքի տակ։ Այստեղ ուզում եմ առանձնացնել նաև Լիդիա Մանթաշյանին, որովհետև 3 դատարանը որոշում կայացրեց եւս 3 ամսով Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարացնելու։ Լիդիա Մանթաշյանին միանշանակ կարելի է դիտարկել որպես քաղաքական բանտարկյալ, որովհետև ԵԽԽՎ 19:00 բանաձևի համաձայն կտեսնենք, որ ակնհայտ խտրական վերաբերմունք է իր նկատմամբ եւ նաեւ կալանքը այսպես թե այնպես չի հիմնավորվում կալանքի երկարացման համար դատարանի կողմից բերված հիմքերը կարծես թե հիմնավոր չեն եւ ավելին տպավորությունն է, որ Լիդիա Մանթաշյանը դատարանի կողմից պատժվում է, որովհետև 5 ամիս է Լիդիա Մանթաշյանի տեսակցությունները սահմանափակված են նույնիսկ պատգամավորների համար եւ այստեղ իհարկե հարց է առաջանում, թե որն են դրդապատճառները, որով որ այդ սահմանափակումը այնուամենայնիվ շարունակվում է։ Ես կարող եմ այստեղ շատ երկար ներկայացնել ԵԽԽՎ 19:00 չափանիշների համապատասխանությունը, կարող եմ խոսել նաև ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների կոմիտեի զեկույցի մասին, 13:011 զեկույցի մասին,
որի հիման վրա ընդունվել է 1900 բանաձևը եւ այստեղ իհարկե խոսվում է ապացուցելու բեռը մասին եւ եթե հակիրճ ասեմ, ապա բանաձևը նախատեսում է, որ զեկույցը նախատեսում է, որ եթե կողմը իրեն հայտարարում է քաղաքական բանտարկյալ, ապա պետության վրա է ընկնում ամբողջ բեռը ապացուցելու, որ նա քաղաքաբանտարկյալ չէ եւ ցավոք սրտի մենք մինչ այժմ այնուամենայնիվ ականատես ենք լինում ճիշտ հակառակին, որովհետև չկա որևէ հիմնավոր փաստարկ, որը կապացուցի, որ իմ կողմից թվարկված անձինք չեն ենթարկվում քրեական հետապնդման քաղաքական դրդապատճառներով եւ իմ կողմից թվարկված անձինք քաղաքաբանտարկյալներ չեն հանդիսանում։ Ես կարծում եմ այսքանով կսահմանափակեմ իմ ներկայացումը եւ կպատասխանեմ հարցերին, փորձելով այդպես ավելի հստակություն մտցնել հայտարարության տեքստի մեջ։ Շնորհակալություն Տիկին Վարդանյան, հարցեր հիմնական